Ներքինը եւ արտաքինը նույն իրականության մասերն են։ Ձեզ նախ պետք է մաքրել դրսինը, այն, ինչ նախտոտվել է 100-ամյակներ։ Ձեր բախտը բերել է, որ ոչ ոք չի կարող աղավաղել ձեր ներքին էությունը, ոչ ոք չի կարող ներթափանցել այնտեղ ձեզանից բացի։ Դուք նույնիսկ չեք կարող հրավիրել այնտեղ ձեր սիրածին, ձեր ընկերոջը։ Ձեզանից բացի ոչ ոքի չեք կարող տանել այնտեղ։ Այստեղ ձեր բախտը բերել է, հակառակ դեպքում ձեր մեջ ամեն ինչ խեղված կլիներ եւ վերականգնումն անհնար էր։ Միայն դրսի կողմն է ծածկված ամեն հնարավոր փոշով։ Մի փոքր ըմբռնումն էլ կարող է ձեզ ազատել դրանից, բայց դա էական մաս է, այդ բացասական մասը, կեղծը որպես կեղծ ճանաչելը, որովհետև այն պահին, երբ դուք հասկանում եք, որ դա կեղծ է, այն ընկրկում է, անհետանում է, եւ դրանից հետո ներքին ճանապարհորդությունը դառնում է շատ հեշտ, շատ հասարակ։